Բարև ձեզ, այսօր հերթական չորեքշաբթին է և մեր հերթական հանդիպումը։ Կանաչ երկիր խորագրի ներքո հյուրընկալում ենք Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի փորձագետ Սուրեն Նազարյանին, մասնավորապես կքննարկենք ջուրը որպես ռազմավարական ռեսուրս, Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների առկա վիճակը և կառավարման համակարգը, ջրի պահանջարկը տարբեր ոլորտներում՝ գյուղատնտեսություն, էներգետիկա, բնակչություն, կլիմայական փոփոխությունների ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա, ջրային տնտեսության հիմնական մարտահրավերները և հնարավոր լուծումները, նոր տեխնոլոգիաների կիրառումը ջրային կառավարման ոլորտում, ջրային անվտանգության ապահովման առաջին քայլերը։ Այս և հարակից թեմաներից կխոսենք, խնդրեմ պարոն Նազարյան։ Ողջունում եմ ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք բոլորս ապրում ենք մի երկրում, որը հարուստ չէ ջրային ռեսուրսներով, ցավոք սրտի, ըստ տարբեր զեկույցների գնահատումների ջրային ստրեսի ենթարկվող երկիր է Հայաստանի Հանրապետությունը ու դա ավելի ընդգծվում վերջին կլիմայական փոփոխություններով պայմանավորված եւ արդեն պետք չէ, մասնագետ կամ ոլորտի մարդ լինել, որ արդեն զգալ, հասկանալ, որ իրոք կլիման նույն ինքը տեղումները փոխվում են, արդեն ավելի չորային է դառնում։ Ընդհանուր հանրապետությունում մեր, հանրապետություն ջրային ռեսուրսներ տեղումների միջոցով են գեներացվում, ընդհանուր տեղումներ եւ գոլորշիացման տարբերությունը մոտ 7 միլիարդ խորանարդ մետր ջուր է տարեկան մակերևութային գոյանում հանրապետության տարածքում։ Օգտագործման հիմնական նպատակները ինչպես մեր թեման նշեցիք վերնագրում, դրանք գյուղատնտեսություն, էներգետիկա, բնակչություն, դա հիմնական սեկտորներն են, որոնք որ օգտագործում են ջրային ռեսուրսները եւ ջրային ռեսուրսների սակավության դեպքում հիմնական հենց հարվածը ստրեսը ոլորտներին է վերաբերում։ Չգիտեմ, առաջի հերթին հենց ջուրը ինքը բոլորիս առնչվում է, դա մեր կենցաղային նպատակով օգտագործող մարդը, որ հիմնականում օգտագործում է ըստ տարբեր վիճակագրական տվյալների, այսինքն գնահատումների, եթե մեկ մարդու հաշվավորական օգտագործում 200 լիտր ջրի օգտագործման դեպքում համարվում է, որ դա ջրով ապահովվածության բարձր ցուցանիշ է։ Այդպիսի ցուցանիշներ արձանագրում են այնպիսի երկրներ, որոնք որ գտնվում են ավելի բարձր շատ տեղումներ ունեցող կլիմայական զոնաներում։ Ինչ վերաբերում է մեզ, մեր դեպքում դա այդ ցուցանիշը ինչ որ նշվում է որպես 150, սակայն իրականում ինքը 100, ինչպես նաև 90 ցուցանիշին է հասնում։ Ինչ կարելի է դրանից ենթադրել, որ ավելին հաստատ այդ ցուցանիշը ցավոք սրտի հեռանկար չէ, որ կարող է բարձրանալ։ Կներեք, այդ ցուցանիշի մեջ ոռոգման ջուրը չի մտնում։ Ոչ, դա կենցաղային, այսինքն մեկ ընտանիքի մեկ անդամի հաշվով օգտագործված ջուրն է անձնական հիգիենայի կենցաղային այլ նպատակներով օգտագործելու դեպքում։ Հիմնական, սակայն միաժամանակ ինչն է, որ հիմնականում մենք պետք է գնահատենք ու այլ երկիր այցելելու դեպքում, որ տեսնում ենք, որ ծորակից ընդերի ջուրը խմելու չի, մենք միշտ ասում ենք, այ հիմնականում դա բնական պարգևներից մեկն է, որ բնությունը մեզ տվել է, որ ոնց ասում հրաբխային ապարների, ժայռերի երկիր Հայաստան, այս դեպքում դրա տված այդ ամեն ինչով մեր ջրային ռեսուրսները, որ տեղումների տեսքով տեղում են, ֆիլտրացիայի են ենթարկվում եւ այսինքն մինիմալ միջամտություններով մենք կարողանում ենք օգտագործել խմելու ջուրը։
խմելու ջրի հետ կապված հիմնական մարտահրավերներից է, այս բանը, որ ասենք ցանկանայի առանձնացնել, դա թե համակարգի մաշվածության խնդիրն է, որը ունենք, հա, մեր հիմնական համակարգից մենք խորհրդային տարիներից ենք ժառանգել, բնականաբար դրանց թե սպասարկում, թե վերանորոգում իրականացվում է, սակայն կորուստները շատ մեծ են, ըստ վիոլաջրի զեկույցների մոտ 60% ցուցանիշ է։ Իսկ այդտեղ խնդիրը ո՞րն է, ներդրումներն են պակաս, թե ինչ-որ ուրիշ խոչընդոտներ կան։ Ներդրումները պակաս ասվածը ներդրումները իրականացվում են այն տրամաբանությամբ, որ սակագնի բաղադրիչն է, բնականաբար ավել ներդրումները ենթադրելու են ջրի ավելի մեծ ինքնարժեքի բարձրացման։ Հիմնական խնդիրը նաև դրանով է պայմանավորված։ Այստեղ կարևոր է նշել, որ եթե մենք խոսում ենք խմելու ջրի մասին, նույն կոնտեքստում դիտարկվում է նաև ջրահեռացումը, հա, կոյուղու հարցը, որը նույնպես բավականին խնդիր է մեր հանրապետությունում, որովհետև մաքրում որպես այդպիսին պատշաճ կերպով չի իրականացվում։ Բավականին ռազմավարական ծրագրեր կան, որոնք ենթադրում են մաքրման կայանների կառուցում, որ մեր կարևորագույն նպատակներից է հաստատ ազգաբնակության ու շատ հեռու չգնանք, առաջի հերթին դա Սևանա լճին է վերաբերում, որտեղ որ հարակից քաղաքների եւ բնակավայրերի կոյուղաջրերը գետերի միջով իրանք Սևանա լիճ են անցնում ու նախորդ տարիներին հա շատ աղմուկ է բարձրացնում արդեն քանի տարի է լճի կանաչման, ծաղկման, հա դա հենց ֆոսֆորի բարձր ցուցանիշի արդյունքում է, որ կոյուղաջրերի ներթափանցման արդյունքում են տեղի ունենում։ Կներեք, սրա հետ կապված մի հատ հարց առաջացավ, իսկ նախկինում էլ չկար չէ այդ ֆիլտրացիան, բայց այդ կանաչումը ոնց որ այդքան հաճախ չէր, եթե ճիշտ եմ հիշում։ Միգուցե ենթադրում եմ, որ մակարդակը բարձր էր Սևանի, երևի այդ հերիքում էր, որ ինքնամաքրման process-ը տեղի ունենա։ Նախկին ինչքան նախկին նկատի ունեք, նկատի ունեմ սովետական միության շրջանում։ Կարող է լինել, ինչու ոչ, սակայն եթե շատ հեռու ունենք, մոտ 10 տարի առաջ է նման տիպ բան, այդքան կամ չեր նկատում, կամ այդքան հնչեղություն չէր ստանում։ Իմ կարծիքով ձեր ասածը նույնպես պատճառ կարող է հանդիսանալ, ինչպես նաև նույնպես կլիմայի փոփոխությունը, որ ջրի ջերմաստիճանի հետ այդ ամեն այդ գործընթացները ուղղակիորեն կապ ունեն։ Այո։ Հա, մի փոքր բարձր խոսենք։ Լավ, որ թեմաներին անդրադարձանք։ Օգտագործման ամփոփելով ընդհանուրս խմելու եւ կոյուղաջրերի հիմնական այս խնդիրը մինչեւ հաջորդին հասնելը կարող եմ ասեմ, որ հիմնական մարտահրավերներից մասնավորապես Երևան քաղաքում որ շենքերի այսպես ասած շինարարությունը բազմաբնակարան շենքերը, որ այսպես էականորեն շատացան, դրա հետ կապված ռիսկեր կարող են լինել հետագայում ջրամատակարարման, հա, ըստ ջրամատակարարման թեժամերի հետ կապված, որովհետև ջուր սպառողների քանակը կտրուկ ավելանում է, իսկ ջրաղբյուրներում ջրի քանակը չի ավելանում։ Այստեղ ինձ թվում է այս հարցը, հա, խնդիր է, բայց անհնարին չի լուծել, ինքը իրանից ենթադրում եմ ներդրումների մեծացման հետ կապված է։ Իրականում ջրի սակագինը համեմատած շատ այլ բարիքների, շատ այլ ծառայությունների այդքան էլ մեծ չի իմ կարծիքով ու սակագնային ինչ-որ քաղաքականության, սոցիալական հարցերը մի կողմ դրած, բայց միջամտություն
իմ կարծիքով անհրաժեշտ է ընդհանուր միջև որ խելամիտ օգտագործման ծավալից դուրս գոնե սակագինը վերանայվի, որպեսզի հնարավոր լինի խրախուսել, կոպիտ ասած, որպեսզի ավելի խնայողաբար օգտագործեն։ Իսկ Երևանի ռեսուրսները հիմնականում, ասենք, ազատի ջրամբարն ապարանից, գառնից, էլ ինչ ռեսուրսներ կա Երևանի ապահովման համար։ Երևանի ապահովման հիմնական ռեսուրսները 3-ն են, դրանք ձեր նշած գառնի, հա, ջրաղբյուրները, ոչ թե ջրամբարը, այլ դա ընդերքի, հա, այսինքն կապտաժավորված, հա, ռեսուրսներից է ինքը գրունտի մեջից է, այսինքն ռեսուրսները ձեռք հանվում, նույն ապարանի, ինչպես նաև արարատյան ստորերկյա ավազանի ջրային ռեսուրսներով։ Հիմնական ջրապահովումը այդ 3 տարբերակով է լինում, իսկ ընդհանուր Երևանի փույուղին ինքը Հրազդան գետ, կոպիտ ասած տարբեր կոլեկտորների միջոցով գնում է եւ արդեն Հրազդան գետի ստորին հոսքերին է խառնվում։ Իսկ պաշարների հավաքագրումը ինչպես է գնահատում վերջի տարիներին նույն օրինակ Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանի հետ կապված խնդիրներ էին բարձրացնում, հատկապես որ ձկնաբուծությունն է շատ մեծ թափով զարգացել։ Մի քանի տեսակ ուսումնասիրություն կա, որտեղ որ նշվում է, որ Արարատյան դաշտի ստորերկյա ավազանի ջրային ռեսուրսները իրանց բալանսը զրոյական է, այսինքն օգտագործվում է տարեկան ինչքան սպառվում է, այնքան է վերականգնվում է։ Սակայն կան նաև ուսումնասիրություններ, որ ասում են, որ բալանսը նույնիսկ բացասական է, այսինքն ամեն դեպքում վտանգավոր աստիճանի վրա ենք, այո, որ ռեսուրսների խնայողությունը օգտագործումը շատ բարձր ծավալի վրա է։ Ինչ վերաբերում է ձեր նշած ձկնաբուծական տեսությունների հետ կապված, դե նրանց հիմնական 90%-ը հենց Արարատյան հարթավայրում է տեղակայված, այնտեղի ստորգետնյա ջրերից են սնվում, տարեկան մոտ 900 միլիոն խորանարդ մետր ջրի մասին է խոսքը, իրանց ինչքան ջրօգտագործման թույլտվություններին մոտ այդքան են կարում, դա ահռելի մեծ քանակ է։ Ու այստեղ բացի երկու տեսակի խնդիր եմ, օրինակ ես կառանձնացնեի առաջի հերթին, որ ջրային ռեսուրսը հանվում է, օգտագործվում է ու ինքը արդեն հեռացվում է, լցվում է կոլեկտորներ ու լցվում է դեպի Յարաքսգետ կամ այլ, հա, մի խոսքով լքում է Հայաստանի Հանրապետության սահմանները։ Այդ ջուրը այնինչ կարելի է իրար նույնպես օգտագործել։ Այսինքն օրինակ ոռոգման համար։ Հա, ոռոգման համար հնարավոր է, սակայն դա տնտեսապես իրատեսական նպատակահարմար չի գտնվում, որովհետև այստեղ մենք ունենք ցածր հորիզոնի նիշեր, այդ ջուրը պետք է կառուցել պոմպեր, ծախսել էլեկտրաէներգիա, որ հնարավոր լիներ այդ ջուրը կրկնակի օգտագործել։ Այլ ինչ ոլորտներում կարելի է օգտագործել։ Դա հիմնական ոլորտը, որ գյուղատնտեսության մեջ կարող է հիմնականում օգտագործվի, այլ տարբերակներ չեմ կարող ասեմ։ Հիմա նախորդ տարվանից պետությունը համապատասխան որոշումներ կառավարության կողմից սահմանվեցին, որպեսզի ձկնաբուծարանները փակ ցիկլի անցնեն, այսինքն ջուրը ինչ ցիկլով է, հիմա իրանք ջուրը լցնում են այդ ավազանը, հետո ավազանի մյուս կողմից այդ ջուրը դուրս էր գալիս թափվում, այսինքն մշտական հոսք էր ապահովում, որպեսզի արդեն համապատասխան ֆիլտրեր, սարքեր տեղադրեն, որ այդ ջուրը մի քանի ցիկլով հնարավոր լինի օգտագործել։ Սակայն արդեն այստեղ ձկնաբուծները մի քիչ հարցեր բարձրացրեցին, մասնավորապես դա բավականին արդեն բարձրացնում է ձկան ինքնարժեքը, որ արդեն թույլ չի տա, կարող հնարավոր է որ թույլ չտա, նրանց պնդելով որ դրսի շուկայում, որ գիտենք հիմնականում դրսի շուկայում է իրացվում ձկնամթերքը մրցունակ լինել ու մնացած արդեն այլ տեխնիկական խնդիրներ կան, ընդհանուր նշելով ես իհարկե դա հստակ չեմ կարող ասել, նշում եմ նաև որ ջուրը որ տաքանում է իշխանի համար ցույց նպաստավոր միջավայր չի լինում։
Այսպեսի sense բան։ Այս հարցի հիմնական բաց է մնում, առ այսօր այս խնդիրը բաց է մնում, որովհետև ահռելի մեծ քանակությամբ ջուր դուրս է գալիս եւ կարելի ասել այդտեղ կշերքի նժարների մեջ կշերքի նժարների վրա է անհրաժեշտ լինում դնել այն տնտեսական ազդեցությունը, որ ստանում են ձկնաբուծությունների գործունեությունով ու թե ինչ հետևանքներ է դեռ ունենում։ Հարցը բաց է եւ դա պետք է հասկանալ, ինձ թվում է հնարավորինս շուտ, քանի ռեսուրսները դեռ Իսկ ինչ տենդենսներ կան, ոնց է մոտեցումների հիմնական ուղենիշը։ Ավելի առաջնային ոնց որ ինչն է համարվում, ինչն է դիտարկվում տնտեսության վրա ձկնաբուծության ազդեցությունը, թե ջրային ռեսուրսների կառավարման ոնց որ ավելի արդյունավետ դարձնելը։ Դե այս պարագայում ջրային օրենսգրքով հստակ ֆիքսված է, թե ջրային ռեսուրսները ինչ առաջնահերթություններ ունեն օգտագործման, հա, ըստ ոլորտների, հա, որոնք բարձր գյուղատնտեսությունը, ինչ որ կախված է, հա, պարենային անվտանգության հետ, ինչը կախված է բնակչության առողջության հետ, դրանք բնականաբար ունեն բարձր ավելի առաջնահերթություն, սակայն այս պարագայում նույն ինքը տնտեսական, ես եթե չեմ սխալում, հա, տարբեր զեկույցներում եմ կարդացել, գումարային արժեքով մոտ 50-60 միլիարդ դրամի մասին է խոսքը ձկնաբուծարանների տված տնտեսական, հա, ու արդեն մի կողմից այդ 900 միլիոն ջուրը, մյուս կողմից այդ 50-60 միլիարդ դրամը, դրանք արդեն կարելի է նժարավորել։ Համեմատության համար օրինակ ասեմ, որ ամբողջ հանրապետությունում ռոռոկման նպատակով օգտագործվում է 1, 1.2, 1.3 միլիարդ խոհանարդ մետր ջուր։ Ու բնականաբար այդ ջրաքանակի տված տնտեսական ազդեցությունը շատ ավելի բարձր է, քան թե ձկնաբուծարանների տված տնտեսական ազդեցությունը։ Հիմա մի փոքր կուզեի վերադառնանք ռազմավարական ջուրը որպես ռազմավարական ռեսուրս, քանի որ կլիմայի փոփոխության հետ կապված բավականին սուր ամբողջ աշխարհում այդ խնդիրը առաջնային դարձել, մեր պետության քաղաքականությունը այդ առումով ինչ ռազմավարություն ունենք, մշակած ու ջրամբարներ եւ այլ ինչ ներդրումներ են անհրաժեշտ, որպեսզի այդ ռեսուրսը որպես ռազմավարական ռեսուրս Հայաստանում ավելի լավ կառավարվի։ Դուք շատ լավ նշեցիք, հիմնական հենց ուղղությունը ջրամբարաշինությանն է տրված։ Ներկայումս Հայաստանում մոտ 70 ավել ջրամբարներ կան, հա, միջին եւ համատաբար միջին խոշոր ջրամբարների մասին եթե խոսենք։ Նորանկախ Հայաստանի ժամանակ ամբողջովին կառուցվող հա միակ ջրամբարը, որ Վեդի ջրամբարն է, որ արդեն ավարտական этаպում է շինարարության։ Ինչ եմ սա ասում, նրա համար, որ այդպեսի ընդգծեմ, որ ջրամբար կառուցելը բավականին, թե ֆինանսապես եւ թե այլ ռեսուրսների տեսանկյունից բավականին ծախսատար ու բարդ գործընթաց է, սկսած ուսումնասիրություններից, մյուս եւ այլ հանգամանքներից ելնելով։ Եվ հիմնական ուղղությունները հենց ջրամբարները կառուցելու առաջնահերթություն տալիս են օրինակ տրվում են այնպիսի ջրամբարների, որոնք որ թեթևացնեն Սևանա լճի բեռը, խոսքը կրկնում է ռոռոկման ջրամատակարարման մասին, քանի որ տարեկան 170 միլիոն խոհանարդ մետր, 170 միլիոն խոհանարդ մետրը, որպեսզի, հա, բարձ լինի, դա խոսքը մոտ 12-13 սանտիմետր Սևանա լճի մասին է գնում։ Տարեկան այդքան այդ ծավալի ռոռոկման ջուր Սևանա լճից վերցվում է, որպեսզի հիմնականում Մարալացյան, հա, Արթավայրի հողատարածքները, Արագածոտնի մարզի հողատարածքները, Կոտայքի մարզի, որպեսզի
մշակովի հողատարածքներին ոռոգման ջուրմատակարար։ Ջրամբարների կառուցման նպատակներից մեկը այդ առաջնային հենց Սևանա լճից բաց թողնվող ջրաքանակը նվազեցնելն է։ Իսկ ինչ նախագծեր կան այս պահին Վեդի ջրամբարից բացի ընթացքում կամ նախատեսվող ջրամբարներից, որ հենց Սևանին անմիջապես վերաբերվում է, դա Քասախի ջրամբարն է, որ Քասախ գետի վրա, Քասախ եւ Ամբերդ գետերի վրա նախատեսվում կառուցել։ Դա ինքը էական ազդեցություն կունենա արդեն Արագածոտնի ու հիմնական Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի հողատարածքները արդեն հնարավոր կլինի այնտեղով ոռոգել։ Ներկայումս այդ տարածքները հիմնականում Սևանա լճից են ջուր ստանում։ Այդ առումով բեռը կթեթևացնի։ Մյուս ռազմավարական ուղղությունը անդրսահմանային ջրային ռեսուրսների տեսանկյունից, հա, մեր դիրքերը ամրապնդելու կոպիտ ասած եւ մեր ռեսուրսները պահելու մասին է։ Մասնավորապես Կապսի ջրամբարը, որը էլի արդեն շինարարության փուլը կարելի ասել որ մտել, Շիրակի մարզում է գտնվում, Ախուրյան գետի վրա։ Այստեղ հիմնական հարցը, որ ունենք, դա Ախուրյանի ջրամբարն է, ջրամբարի արդեն Ախուրյանի թևն է, Ախուրյան ջրամբարը գտնվում է Հայաստան-Թուրքիա սահմանին, Խորհրդային Միության ժամանակ է կառուցվել եւ այնտեղ ջրային ռեսուրսները օգտագործվում են 50-50 սկզբունքով, այսինքն էլի այդ ջրամբարում ինչքան ջուր կուտակվում է, դա հավասար կիսվում է երկու կողմերի միջև։ Ներկայումս Թուրքիայի Հանրապետությունը Ախուրյան ջրամբարը սնող գետի վրա ունի Կարս գետ, հա, Թուրքիայի կողմից Կարս գետն է լցվում այդ ջրամբար, մեր կողմից Ախուրյան գետը, ու Կարս գետի վրա Կարսի ջրամբարն է սարքել, այսինքն ինքը արդեն ավարտել։ Հա, շուտվանից ու ինքը ջրային ռեսուրսների ոնց որ մի մասը ինքը չի թողում գա հասնի ջրամբար, որտեղ որ դիսվեսինգ ամբողջ պահում է իրան։ Ու սա այսպես ասած մեր Կապսի ջրամբարի կառուցումը մեր համապատասխան քայլն է, որ մենք էլ արդեն մեր տարածքում մեր ջրային ռեսուրսները պահենք, կուտակենք, այո, եւ տնօրինենք, այսպես ասած։ Այս երկու ջրամբարներից բացի կան այլ տարբեր ջրամբարներ, թե դա կլինի Տավուշի մարզում, դա կլինի Գեղարքունիքի մարզում, իրանց հիմնական ռազմավարական նպատակը արկա ռեսուրսը, որ երբ որ հալոցքային ժամանակաշրջանում, հա, հեղեղների ժամանակ ջրային ռեսուրսները շատ են, օգտագործենք կամ ինչպես նշի նաև ռազմավարական նշանակություններ ունեն, էլի։ Կլիմայի փոփոխություններից մի քիչ անդրադառնանք, ընդհանուր աշխարհում ինչ տենդենս կա, ինչ լուծումներ է առաջարկվում այդ մարտահրավերի հետ կապված։ Ну, հենց ամենայն հասարակից սկսենք կլիմայի փոփոխությունը ինքը երկու բան է ենթադրում, հա, առաջինը որ թե տեղումների քանակը չանում է, եւ եթե խոսքը գնում է եւ միաժամանակ սակայն ջրի պահանջարկը բարձրանում է։ Այսինքն եթե խոսում ենք գյուղատնտեսության մասով, ապա հիմնական ուղղությունը տրված է կաթիլային համակարգերը, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, որը որ մի շարք առավելություններ է տալիս, իր առավելությունը չի սահմանափակվում միայն ջուրը խնայելու, հա, տեսանկյունից։ Ներկայումս Հայաստանում դեռևս ցավոք տեսակարգը այդքան էլ մեծ չէ, 10% էլ չի հասնում կաթիլ ընդհանուր հողատարածքների մեջ ու հիմնականը խոշոր ֆերմերային տնտեսություններն են ներդնում այդ համակարգերը, դա մի շարք հանգամանքներով է պայմանավորված, առաջերտին ենթակառուցվածքների խնդիրը, որովհետև կաթիլային համակարգը ենթադրում է շատ դեպքերում իրանից էլեկտրաէներգիայի աղբյուր, ջրավազան եւ այլն, որը որ այդ ամեն ենթակառուցվածքը մոտեցնել հասցնելը բավականին խոշոր ծախսերի հետ է։ Այսպեսով
Այսինքն մանր տնտեսություններին ձեռնատու չի լինում։ Հետ գնումը շատ, այո, հետ գնումը բավականին շատ ուշ է լինում, այո, տեսապես Իսկ օրինակ կա ինչ-որ ծրագիր, որ մանր տնտեսությունների միավորների դեպքում ինչ-որ արտոնություններ տրամադրի պետությունը, օրինակ մի քանի, չգիտեմ, 10, 100 պայմանական տնտեսություն միավորվեն եւ այդ ընդհանուր ծախսը իրենց համար հոգան։ Որքանով գիտեմ, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նմանատիպ ծրագիր դիտարկում է իրականացնել, ինչպես նաեւ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստում է պիլոտային ծրագիր իրականացնել այն համայնքներում, որոնք որ գերնորմատիվային ջրապահանջարկ ունեն, այսինքն այն համայնքներն կան մի շարք շուրջ 70 համայնքներ Հայաստանում, որոնց հողի կազմը այնպեսին է, որ միանգամից ինքը կլանում է գրունտը, հա, շատ ավազային է, կլանում է անմիջապես ջրաքանակը եւ սովորականից 2-3 անգամ շատ մինչեւ ջուր կարող է պահանջվի տեղի նույն մշակաբույսը ջրով ապահովելու համար։ Հիմա էկոնոմիկայի նախարարության կողմից այդ ծրագիրը առաջնահերթություն տալով այդպիսի տեղ են դարկում են ընդհանուր կաթիլային համակարգի ցանց կառուցել, ինքն դա իր մեջ կներկայացված, հա, մեծ ավազանով, ճնշումային խողովակաշարով, որտեղ որ արդեն կմնա ընդամենը ջրօգտագործողին ինքը միանալ այդ ցանցին, հա, ու արդեն էական մատչելի կլինի իր համար ու արդեն բան կանենք օգտագործում։ Իսկ ինչ վերաբերում է ձեր աշխարհախոսանքներին, ինքը շատ դեպքերում, եթե բիզնես տեսանկյունից ջրօգտագործողին, հողօգտագործողին ինքը հետաքրքիր է, ինքը չի սպասում որևիցե աջակցման ծրագրի, նախաձեռնում է այդ ամեն ինչը։ Էներգետիկայի ոլորտին թեթև անդրադարձանք, կուզեի մի քիչ ավելի մանրամասնենք, ինչքան ջուր է գնում էներգետիկայի ոլորտին եւ ինչքանով օպտիմալ ստացվում այդ ջրերի կառավարումը էներգետիկայի առումով եւ կոպիտ ասած ջրի կորուստներ եւ տված օգուտը այդ համարժեքա թե այս պայն ունենք նման գնահատական։ Ասել թե ինչքան ջրաքանակ է օգտագործվում էներգետիկայի ոլորտ համակարգում, այդ թիվը այդքան էլ մեզ ոչինչ չի տա, որովհետեւ հիմնական ջրաքանակները, որ օգտագործում են, կասկադային համակարգով են օգտագործում, այսինքն նույն ջուրը կարող է մինչև հա մի քանի հեկերի մեջով անցնել, այս պարագայում արդեն եթե արտադրած հոսանքի տեսանկյունից նայենք, այդ նույն ջրաքանակը պետք է մի քանի անգամ բանենք, հաշվենք, ուստի ընդհանուր sense կարող եմ ասել, որ հիդրոէլեկտրակայանների կողմից մոտավոր, եթե չեմ սխալվում, շուրջ 2 միլիարդ կիլովատժամ էլեկտրաէներգիա է արտադրվում, դա մեր ընդհանուր հանրապետության արտադրածի մոտ 20-25 մոտ տոկոսն է կազմում, ինքը բավականին մեծ կշիռ է, հիմնական էլեկտրաէներգիա արտադրող, հա, հեկերի կասկադները դա Սևան Հրազդան կասկադն է, 7 հեկերով եւ Որոտան կասկադի հեկերը, որ այնց հիմնական մնացածը արդեն համատաբար փոքր միջին հեկեր է։ Իսկ այդ փոքր հեկերը ներառված այդ թվի մեջ եւ փոքր հեկերի հետ կապված բավականին խնդրահարույց դեպքեր են լինում էկոլոգիական տեսանկյունից, որ փոքր գետերը ամբողջությամբ խողովակի մեջ են առնվում եւ շրջակա միջավայրը բավականին տուժում է դրանից, այս առումով վերահսկողությունը ինչպես է եւ ինչ տենդենսներ կան։ Դա հետ կապված շրջակա միջավայրի նախարարության մեր գործընկերները արդեն քանի տարի է ակտիվ աշխատում են այդ ուղղությամբ, ցանկացած ջրօգտագործման դեպքում բնական ռեսուրսից գոյություն ունի բնապահպանական թող հասկացողությունը եւ արդեն տարբեր օրենսդրական ակտերով ջրօգտագործողներ պարտավոր են նույնիսկ ջրաչափական սարքեր տեղադրելով եւ այլնով իրանք այդ էկոլոգիական թողքը պահպանել։
Այսինքն այս տեսանկյունից տարեստարի գնալով խստանում է օրենքի կողմից պահանջները, որպեսզի ձեր նշած դեպքերը տեղի չունենան։ Նաև մի փոքր խոսեցինք նոր տեխնոլոգիաների ներդրման հետ կապված ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում, ինչ նորություններ կա այս առումով եւ Հայաստանում, ընդհանրապես աշխարհում եւ Հայաստանում մասնավորապես։ Հայաստանում նախորդ 3-4 տարիների ընթացքում ռոռոկման համակարգի մասին է խոսքը, նախ թեմային անդրադառնալ, նշեմ, որ ռոռոկման համակարգերը մեր մոտ հիմնականում բաց ջրանցքներ են, խողովակաշարերը շատ ավելի քիչ են ու իրանց հաշվառումը տարիներ շարունակ բնականաբար ավելի բարդ է ու սրա հետ կապված արդեն իրականացվեց ծրագիր, որտեղ ռոռոկման համակարգի վրա տեղադրվեց մակարդակաչափ հաշվառման սարքավորումներ, որոնք որ ուլտրաձայնի միջոցով ջրի մակարդակը ֆիքսում են եւ հեռակապի միջոցով, տվյալների շտեմարան են փոխանցում տվյալները, որ հնարավորություն է տալիս արդեն ավելի օպերատիվ արձագանքել համակարգում առկա թե ջրի տատանումներին, թե ջրի պահանջարկը ջրառաջարկին համապատասխանեցնելու տեսանկյունից ու ինքը արդեն այս նման տիպ սարքեր մոտ 10 տարի արդեն համակարգում կան, բայց նախորդ 3-4 տարի ընթացքում համատարած բնույթ կրեց ու ինքը իր արդյունքը ցույց է տվել եւ ցույց կտա ուտենց կառավարման առումով։ Եվ ջրային անվտանգության ապահովման ինչ քայլեր են նախատեսվում։ Անվտանգության հետ կապված հիմնական առաջինը ջրային ռեսուրսները, որոնք որ օգտագործում են մեր հանրապետությունում, մենք պետքա թե էֆեկտիվությունը բարձրացնենք, նույն ինքը խմելու ջրի այդքան բարձր կորուստների ցուցանիշը բավականին ճոխություն է մեր համար, փորձենք աշխատել այդ ուղղությունից, սկսած բնականաբար դա մի քանի հանգամանք է, առաջի հերթին ջուր ավելի խնայողաբար օգտագործելու տեսանկյունից, ինչպես նաև անդադ պետք է ներդրումները, վերազինումները հենց համակարգում բարելավեն։ Այսինքն սա մի մարտահրավեր է, որը որ պետությունը եւ հասարակությունը համատեղ պետք է անցնեն այս մարտահրավերը հաղթահարելու ճանապարհով։ Նազարյան, դուք նշեցիք, որ Հրազդան գետը մեր ամենակարևոր ռեսուրսներից մեկն է։ Ես գիտեմ, որ այսօր Հրազդանը շատ վատ էկոլոգիական վիճակի մեջ է։ Բացի նրանից, որ դրսի աղբի խնդիրներ կան, այլ կան եւ ավելի լուրջ խնդիրներ, դա որ բոլոր Հրազդանի ափի գյուղերի հիմնական ապրողները իրենց օգտագործած ջուրը ուղղում են ուղիղ գետի մեջ։ Չեք կարող ասել ինչ որ ստրատեգիական ծրագիր կա պետական թե ոչ, ոնց այդ հարցը լուծի, որովհետև նենց է դառնում, որ մենք մի կողմից Հրազդանը կեղտոտ ունենք, մյուս կողմից օգտագործում ենք խմելի ջրի համար։ Ոչ միայն խմելու, նաև գյուղատնտես ռոռոկվող ջրերի ցավալի է, բայց փաստ է, որ կան տարածաշրջաններ Հայաստանում, որտեղ որ դաշտ գնացող ջուրը ամբողջովին չէ, բայց իր մեջ կեղտաջուր պարունակում է, խոյողու ջուր պարունակում է։ Ձեր նշած հարցը բավականին գլոբալ հարց է, ինքը չի վերաբերվում բացի լոկալ նշեցիք Հրազդան գետի մասով, բայց բավականին մնացած բոլոր տարածաշրջաններում այդ հարցը բաց է, օրինակ չգիտեմ, հեռու չգնանք Մասիս քաղաքը ինքը կոյուղու ցանց չունի։ Այնտեղ դրենաժային համակարգերում են հեռացվում ու սանիտարական բավականին բարձր խնդիր է։ Մի ձևի լուծում, այս խնդիրը մի ձևի լուծումով չպետք է որ լուծվի, մի քանի տարատեսակ տարբերակներով
պետք է լավագույն միջազգային փորձը ուսումնասիրել, հասկանալ թե ինչու՞մն է, օրինակ նույն Ճապոնիայում այնտեղ է որտեղ որ մարդիկ տներ ունեն գետերին մոտ, հա, ջրային ռեսուրսներին մոտ եւ կոյուղու ցանց չկա, ձեռք են բերում անհատական մաքրման կայաններ, որոնք որ հա մի տան համար են նախատեսված, ու այդ կայաններով արդեն իրանց կոյուղու ջուրը մաքրվում է, դառնում է նորմալ ջուր եւ հեռացվում է հետը վերադարձում բնությանը։ Իսկ ինչքան մահիճելի այդ կայանները։ Իրանք թանկ չեն։ Իրանք հաստատ կարելի է ստանալ, իսկ թվում է այստեղ լավագույն, հա շատ ընտանիքներ կարող է որ չկայանան իրանց թույլ տան, բայց իմ կարծիքով պետություն մասնավոր համագործակցության շրջանակներում հնարավոր է օրինակ այս հարցը մի լուծում ստանա։ Ծրագիր կա, որ այդ հարցով զբաղվի պետություն, թե պետությունը ընդհանրապես չի զբաղվում։ Այս պահին պետությունը առաջնային ուղղված է խոշոր բնակավայրերում հեռացվող այդ եղտաջրերը, որոնք որ ինչպես նշեցի, օրինակ Սևանա լիճ են լցվում կամ այլ ջրային աղբյուրներ, այնտեղ կառուցվեն խոշոր մաքրման կայաններ, որով որ արդեն ռեսուրսի աղտոտումը կկանխվի։ Հիմնականում արդեն դրանից հետո անդրադարձ կիրականացվի արդեն ավելի լոկալ անհատական իրավիճակների։ Կներեք, իսկ չեք ասի, ինչ որ օրենքի սահմանափակում կա, մարդիկ, որոնք դա անում են, իրենք խախտում են օրենքը, թե չէ։ Իհարկե, ռեսուրսի մենք մեր օրենսգրքով նախատական ռեսուրսի աղտոտում կոչված երևույթը կա եւ դրա հետ կապված համապատասխան իր հետևանքներով։ Իհարկե ճշտով հարցնամ, այս մաքրման կայանների հետ կապված մասնավորապես Սևանի Ալազանի քաղաքների բնակավայրերում մոտավորապես ժամկետները բարձր են, թե ինչ ժամկետներում նախատեսվում է։ Ես անձամբ չեմ զբաղվում այդ գործով, այդ գործընկերներն են զբաղվում, սակայն ես բազմիցս լսել եմ, որ դա բավականին առաջիկա, եթե չեմ սխալվում, Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, արդեն հավ դոնոր կազմակերպությունը ֆինանսավորող կառույցներ ունենք, ինձ թվում է դա մոտ ապագայում իրագործվող պրոյեկտներից է։ Շնորհակալություն։ Հայաստանում ջուրը լեռներից է հիմնականում ստացվում, ու եթե պայմանական լեռները բաժանենք երկու մասի, մեծ լեռնազանգվածներն ու լեռնաշղթաները ու մի քիչ ավելի համեմատ փոքրերը, մեծերը այս պայմանությամբ տենց շատ խնդիր չունեն ջրերի հետ կապված, գետերը նորմալ են, բայց փոքր լեռնազանգվածները, այսինքն ավելի ցածր ու փոքր լեռնազանգվածներից ծնվող գետակները մենք արդեն մեր աչքով տեսնում ենք, որ այս վերջի տասնամյակների ընթացքում բավական ցամաքել են ու շարունակում են ցամաքել։ Արդյոք կան հաշվարկներ, այդ գետակները երբ են չորանալու, դառնալու գարնանային գետակներ, այսինքն միայն ծնհալի ժամանակ են գործելու, ու արդյոք կան կանխարգելիչ գործողություններ դրա հետ կապված, որովհետև անտառապատումներով ու մնացած համալիր միջոցառումներով գիտենք, որ հնարավոր է որոշակի դանդաղեցնել այդ process-ը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։ Այո, ձեր նշածը հենց կլիմայի ազդեցության հենց հիմնական հենց վառ պատկերն է, որ տեղումների քանակը, ինչպես նաև եղանակի բարձրացումը բավականին ազդում է լեռներում ձյան ծածկի հաստության վրա։ Գետակների մասով ես նմանատիպ ինֆորմացիայի չեմ առնչվել, մեր հիդրոօթերևաբանության կենտրոնը այդ ամբողջ տվյալները իրանք ուսումնասիրում են բոլոր գետերի համար, կան տարբեր բազմատարյան հոսքեր ըստ սեզոնների, նմանատիպ տեղեկատվություն չեմ կարող նշել, թե երբ գնահատականներ, սակայն նմանատիպ տրամաբանություն տանում են նման, այո, որ շատ գետակներ կարող են ժամանակի ընթացքում, այդ թվում նաև սեզոնում ջրային ռեսուրսների պակաս ունենալ,
Ռազմավարական առումով հիմա այս բանը առաջնահերթությունը կանում է նրանում, որ գոնե արկա ջրային ռեսուրսները հնարավոր լինի ֆիքսել, պահպանել հետագա օգտագործման համար, նույն թեկուզ եթե վերին լանջերում կամ, չգիտեմ, ունենանք կառուցված ավազան, որտեղ որ ջուրը ռեժիմով հնարավոր կլինի բաց թողել, դա կարող է ոչ միայն ջուրը հենց օգտագործելու տարբեր նպատակներով, այլ ընդհանուր է տարածքի ֆաունայի վրա ինչ-որ չափով դրական ազդեցություն ունենալ։ Իսկ ձեր նշած անտառապատման ծրագիրը ինքը իրականում հիանալի գաղափար է, կարծում եմ, եթե տենց նախաձեռնություն, եթե մինչև հիմա չկա, ապա ապագայում կլինի, չնայած ինքներս ամեն տարի ծառատում իրականացում են, ինքս բազմից եմ այդ ծառատումներին մասնակցել, դա մի քանի նպատակ ունի, էլի, բացի ասենք հողի հետ նաև հողային ռեսուրսների պահպանման մեծ նշանակություն ունի։ Ես Ռոբերտ Մսայադյան, Տոհմածառ բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիր։ Ես ուղղվածությունս դրել եմ ծառատունկի վրա, Երևան քաղաքի, ոնց որ Երևան քաղաքը թիրախավորելով եւ հետաքրքիր է այն, օրինակ կենտրոնական փողոցների ծառերի համար հատկացված վայրերում, որտեղ օրինակ շատ երկար ժամանակ արդեն մենակ կոճղն է մնացել, որտեղ որ Երևանի այդ նույն ծառերի համար ոնց որ ռոռոկման համակարգը գոյություն չունի, ինչպես կարելի է ոչ շատ մեծ ծախսերով կազմակերպել, թե Երևանն է հարցը վերաբերվում կենտրոնական փողոցներից սկսած մինչև անտառներ փորձենք տնկենք մոտակա տարածքներում։ Շնորհակալություն հարցի համար։ Երևան քաղաքի տարածքում ձեր նշած հատվածներում ջրամատակարարումը հենց քաղաքապետարանի կողմից է իրականացնում, քաղաքապետարանի համապատասխան հիմնարկի։ Ինձ թվում է դա արդեն կախված է հենց բուն տարածաշրջանից, թե որ հատվածում եք էլ նախատեսում այդտեղ մոտակա ցանց կա թե չկա։ Երևանի տարածքում քաղաքապետարանից զատ նաև Երևան ջրօգտագործողների ընկերությունն է ռոռոկման ջրամատակարարմամբ զբաղվում։ Կարող եք դիմել վերջինս, եթե իր ռոռոկման, այդ ծածկույթի կոպիտ ասած շրջանակում լինի, վերջիններս ինձ թվում է խնդիր չի առաջանա ռոռոկման ջրով ապահովելու հարցը։ Սովետական միությունից մնացած ռոռոկման համակարգը վաղուց փտել այն կարծիքով, ոնց որ չի աշխատելու էլի ժամանակակից ոնց որ ջրամատակարարման համար այդ կաթիլային ռոռոքում օրինակ ինչը պահանջում է էլի ժամանակակից աշխարհը։ Կարծում եմ իսկ նորարարացնել ոնց որ տեխնոլոգիան ամբողջովին մեծ խնդիր է դառնալու։ Ամբողջական համակարգը պետք վերանորոգել էլի կամ կառուցել, չեմ պատկերացնում։ Ջրամատակարարումը եթե կազմակերպվում է ինչ-որ ջրի մեքենաներով առանձին մի քանի ծառերի համար, միգուցե, բայց տենց ոնց որ Երևանի համար գլոբալ ռոռոկման համակարգ չունենք ստեղծված։ Երևանի, չէ, այդքան է համամիջ եմ ձեզ, որ Երևանը բավականին լայն ռոռոկման համակարգ ունի ու քանի որ հիմնականում ասենք խոշոր ծառերը իրանք էլ արդեն հնարավոր չի կաթիլային եղանակով, որոնք որ խոր արմատներ ունեն, կաթիլային եղանակով նրանց ռոռոկումը արդեն իրատեսական չի, հնարավոր չի իրականացնել, այսինքն ծառը չի ստանա, այդքան խորը գնացած արմատները ջուր։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր ցանցի ընդլայնման եւ բարելավմանը, իհարկե, ինչպես որ մեր ամբողջ ջրային համակարգը, այնպես թե նաեւ Երևան քաղաքում ունեի բարելավելու տեղ։ Լավ, ձեր հարցը։ Մի քիչ տենց պոետիկ հնչի հարցս, բայց առաջնայինությունների մասին է, էլի, ասենք եթե ձեզ նշանակեին Հայաստանի ջրային ռեսուրսների աստված, որ ասեն ոնց ասեք, տենց էլ ելնելու է։ Ձեր առաջին 3 հրովարտակները որը կլինի։ Նանակնկալ հարց։ Էդի հարց։ Սահմանափակում չունեք, էլի, ոնց ասեք, տենց էլ ելնելու։
Այ չգիտեմ այդ երեքը որ մեկ է երեքը որոնք է այդքան շատ են հասնում նո հիմնական եթե դա հրովարտակը ուղված լիներ ազգաբնակչությանը եթե ուղված լիներ բնությանը ապա կլիներ որպեսզի ամեն տարի տեղումների պակաս չունենանք, չզգանք, Սևանա լճի կղզին վերադառնար, երևի թե այդ կասեի, մյուսն էլ, որ բոլորի ջուրը մեկ առվով հոսեր։ Այս պոետիկ պատասխանը, իսկ եթե մի քիչ գործնական դաշտ գնանք։ Գործնական դաշտում հիմնականը իմանանք, որ ջուրը մեզ տված նվերա մեր ազգային եւ սերնդեսերունդ գիտակցության բարձրացում, որպեսզի իմանանք, որ սա անսահմանափակ ու մի բան չի, որ կա, այսինքն ոնց է սովորաբար լինում մարդկանց մոտ ինչ-որ մի բան կորցնում են, նոր հասկանում են դրա արժեքը, որպեսզի նենց անենք, որ դրան չհասնենք։ Այսինքն բոլոր օղակներում գիտակցության մակարդակ, թե ազգաբնակչության, թե մատակարարողների եւ թե վերահսկողների։ Այո, առաջերտին, որտեղ հենց կապ չունի պաշտոնից դիրքից, մարդը առաջերտին սպառողը։ Արդեն ցանկացած խնդրի լուծում իմ կարծիքով պետքա մենք սկսենք մեզանից առաջինը։ Մենք մեզանով պետքա սկսենք։ Ես կուզենայի անդրադառնալ նաև անձրևաջրերի պահպանման հարցին, բացի այն, որ ջրամբարներում, գետերում ամբար ջուրը հենց անձրևաջրերից ու ջրերից է գալիս, նաև անձրևաջրերը օգտագործենք որպես ջրհորդաններից դուրս եկող ջուրը կառուցենք ջրային պահոստներ շենքերի մոտակայքում, որ այդ ջուրը պահպանվի, ամբարվի, հետո օգտագործեն քաղաքի մաքրման ճանապարհների եւ այլ ուղղություններով, ինչ միջոցառումներ կարող են իրականացվել։ Շնորհակալություն հարցի համար։ Առաջի հերթին անհրաժեշտ է հասկանալ դրա արդյունավետությունը, որովհետեւ հիմնականում ձեր նշած անձրևաջրի պահպանումը ավելի շատ տեղումներ ունեցող, միջավայրում տարածաշրջաններում օգտագործելի կլիներ, իսկ այստեղ սեզոնը լինում, երբ որ անձրևից անձրև կարող է ամիս կամ ամիսներ տևի ու այս պարագայում արդեն ես չեմ պատկերացնում ձեր նշածը ոնց կարելի է օգտագործել ու նույնն էլ ինքը անձրևաջուրը, որ գիտենք, որ երկար պահել առավել ևս փակ տարածքում ինքը, մի քիչ այդքան էլ ճիշտ չի, էլի, բնական միջավայրից դուրս երկար հնարավոր չպահել։ Նաև մեկ հարց ունեմ, իսկ ընդհանուր հասարակության շրջանում ջրային ռեսուրսների մասին մեր Հայաստանի տեղեկացվածության մակարդակը ցածր է եւ ինչպես կարող ենք համագործակցություն կա կրթության նախարարության կամ այլ հաստատությունների հետ, որպեսզի այդ իրազեկումը տեղի ունենա, որ մարդիկ պատկերացում ունենան, գրագետ լինեն ավելի ու ավելի խնայող դառնան։ Դե ինչքան գիտեմ, բնագիտություն առարկա հանրակրթական դպրոցներում կա, ծրագրից տեղյակ չեմ անկեղծ ասած, չեմ կարող ասել որքանով է այնտեղ, բայց ենթադրում եմ, որ պետք է համապատասխան անդրադարձներ լինել։ Ինքս մոտ 2 տարի առաջ Շիրակացու ճեմարանում 4-րդ, 5-րդ դասարանի երեխաների շփվելու առիթ եմ ունեցել ջրային ռեսուրսների հետ կապված ու հաճելիորեն զարմացած էի իրաց թե հարցերից, թե ընդհանուր տեղեկացվածությունից, եթե մեր թեկուս հենց գալիք սերնդի հետ գիտակցությունը, թե ինչ-որ ծանրակշիռ զանգված երեխաների
մանտիպ գիտակցություն ունեն, ապա ուրեմն մեր ապագան հուսալի ձեռներում է, ես կասեի։ Իմ այդպիսի տպավորություն թողեցի իմ վրա։ Ու մասնավոր դպրոցներում միգուցե կա նման տենդենց, հետաքրքիր է հանրակրթական դպրոցներում որքանով է մակարդակը։ Ես չեմ կարող ասել ինչ-որ առանձին ծրագրեր իրականացում են թե չէ, բայց օրինակ դրա անհրաժեշտությունը հաստատ դա շատ անհրաժեշտ բան է։ Ես չեմ կարող է ինչ-որ ծրագրեր կան իրականացում են տարբեր հասարակական կամ չգիտեմ կառույցների կողմից եւ այլն, բայց դա շատ դրական ազդեցություն կլինի նույն ինքը բացի դրանից սոցիալական արշավների տեսքով թեկուս, հա, ոչ միայն կրթական ոլորտում ընդհանրապես, հա, մեդիա ոլորտում այո, որպեսզի նույնիսկ մարդիկ իմանան թե ինչ են անում, ինչի համար, որ իրանք ասենք վճարում են ջրի վարձը, ուր է գնում այդ վարձը, թյուր կարծիք կա օրինակ ոռոգման, հա, ջրամատակարարման ոլորտում առավել ևս մարդիկ ասում են սա մեր պապական ջուրն է, դուք ջուրը մեր վրա վաճառում եք, մենք փորձում ենք հասկացնել մեր քաղաքացիներին, որ այդ ջուրը որ ձեզ է հասնում բավականին աշխատանքներ են դրա համար իրականացվում ու այստեղ նաև հավասարության սկզբունք գոյություն ունի, որովհետև մի մարդու հողը, ասենք հենց, հա, ջրանցքի մոտ է, բայց հողատարածքներ կան, որոնք որ պոմպայրով, հա, էլեկտրաէներգիա ծախսելով այդ ջրաքանակը պետք է հասցվի, ասենք, այդ բնակավայրին։ Պետության քաղաքականությունը ներկայումս այնպիսին է, որ բոլորի համար սակագինը համահարթեցված է ու տարբերությունը պետությունը ինքը սուբսիդավորում է։ Մեկ էլի հարցեր։ Կարելի է։ Երևան քաղաքից ոնց որ արդեն գյուղերի ոռոգման համակարգներին մեր գյուղերի մեջով ոռոգումը ոնց է կատարվում Արվակից կամ Գետի մոտիկ գյուղից ու մեծամասնություն գյուղերում ինչքան մեր ուսումնասիրություններ եղել են բոլորի տների մեջով անցնում մինչև հասնում է ինչ որ մի հատ կետ որտեղ որ պետքա հա կամ չի հասնում արդեն կտրում են դնում արդեն մարդկային ֆակտորի ոնց որ երևելով իսկ այդ ամբողջ համակարգը ոնց եք պատկերացնում որ պետքա ուղենք թե օրինակ խնդիրը տեսնում եք միայն որ շատ փող ունենենք դրսից մասնագետներ բերեինք նոր համակարգ ստեղծել մեր համար, որտեղ ասում եմ, մինչև հասնում է տուն կարող է 100 տան մեջով անցնի, մինչև հասնի իր կետում։ Հիմնական գյուղերում տենց է էլի ոռոգման համակարգը, թե Երևանին մոտիկ, թե հեռու գյուղերի մասին է խոսքը։ Շնորհակալություն հարցի համար։ Դա ձեր ասածը բավականին ակտուալ խնդիր է։ Հիմա ինքը բավականին լուրջ խնդիր է ու ինքը ոնց որ մեր ժառանգություն է մնացել այդ նույն ցանցերը խորհրդային միության ժամանակ անց են կացվել, այն ժամանակ հողային, հա, այդ սեփականություն եւ այլն այդ հողային հատկացումները եւ այլն արդեն խորհրդային միությունից հետո իրականացրել է ու շատ դեպքեր կան, որ մարդկանց հողամասի տարածքով տարբեր գծեր են անցնում, ջրագծեր են անցնում ու այո, անբարեխիղճ դրսևորումներ նույնպես ինչ չէ նաև լինում են։ Այս խնդրի հիմնական մեկընդմիշտ լուծումը բնականաբար ցանցի վերազինումն է, որը որ վաղ թե ուշ պետք է արվի, որովհետև այդ խողովակաշարերը իրանք մաշվում են, քայքայվում են ու ներկայումս դրանք հիմնականում հենց համայնքի պարտավորությունն են, հա, իրանց ներտնսային ցանցը, դրանք համայնքային սեփականություն են հանդիսանում ու համայնքները ակտիվորեն օգտվում են կառավարության կողմից տրամադրվող այդ սուբվենցիոն ծրագրերից ու արդեն իրանց համայնքի ներսի ջրագծերը թարմացնում են ու այդ արդեն այլ ճանապարհներով, այլ տեղերով են էլի անցկացնում, որ ձեր նշած խնդիրները չլինեն։ Մենք այլ հարցեր։ Լավ, երևի թե այսքանով սահմանափակվենք, ինչ որ ամփոփիչ խոսք, ինչ ունենք ասելու։ Շատ շնորհակալ եմ հարցերի համար ու
դա եւս մեկ ապացույց էր, որ այնքան տարատեսակ տարաբնույթ խնդիրներ բարձրացվեցին, որ այո, համակարգում ընդհանուր թե ջրային ռեսուրսները, թե ջրային ռեսուրսները սպասարկող, հա, համակարգերը բավականին մարտահրավերների առաջ են կանգնած ու այս առումով կա շատ մեծ անելիք, ինչպես նշեցի, որ հասարակությունը եւ պետությունը համատեղ պետք է այս խնդիրների լուծմամբ զբաղվեն, պետությունը իր մասով արդեն հա որպես ռազմավարություններ ընտրելով են թիրախային ու առաջնահերթ կետերը, որոնք որ պետք է իրականացվի, իսկ բնականաբար հասարակությունն էլ արդեն ամենահասարակ խնդիրները, որոնք որ նույն ռեսուրսի խնայողաբար օգտագործումը, ռեսուրսի աղտոտումից պահպանելը, որովհետև դա ամեն ինչի վերականգնումը էլի իրականացնում են նույն պետությունն է իրականացնում այդ ամեն հետևանքների վերացումը նույն հարկատուների գումարով, այսինքն ամեն ինչը շրջանակի մեջ է, այսպես ասած, ամեն ինչ մեզանից է կախված։ Շատ լավ, շնորհակալություն։ Շնորհակալ։